Ընտրություններից 2 ամիս առաջ Եվրամիությունը 9-ից 14 հոգանոց փորձագետների խումբ է ուղարկում Հայաստան։ Նպատակը Փաշինյանին օգնելն է։ Արդյոք հայաստանյան ընտրություններից առաջ նման խմբի գործողումը ուղիղ միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին, հարցին բացասական պատասխան է տալիս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը։ Այս դեպքում մենք խոսում ենք աջակցության մասին, որի համար դիմել է Հայաստանը։ Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես կարելի է համարել միջամտություն։ Միջամտության հիմնական ռիսկերը ըստ նրա գալիս են Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Հիմնականում ապատեղեկատվության միջոցով, որոնք որ կարծում եմ ԶԼՄ-ներում շատ հստակ է, երբ որ տեսնում եմ նաեւ փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունները բարբերաբար դրանք բացահայտում են ու ներկայացնում են։ Վարդինե Գրիգորյանը նաև տալիս է Ռուսաստանի անունը առանց իր ասածը ապացուցող փաստերի։ Ռուսաստանի Դաշնության դեպքում մենք ունենք նաև տեղեկություն հայ գործարանների նկատմամբ ճնշումների, որպեսզի ապահովեն ընտրողների մասնակցությունը Հայաստանում։ Չի ասում նաև, թե կոնկրետ որ գործարարի կամ ինչ ճնշման մասին է խոսքը։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։